Ընդհանրապես փոքր պետությունների համար անվտանգային հարցը երևի համար մեկ հարցն է, բայց նաև փոքր պետությունը չի կարող իզոլացվել եւ ասել ես մենակ եմ ոչ մեկի հետ գործ չունեմ։ Ուրեմն այստեղ պետք է իսկապես կիրառվի այն մոդելը, որը բավական երկար ժամանակ ինքը հաջողված մոդել էր։ Մենք պետք է մեր անվտանգային խնդիրները լուծենք ռազմաքաղաքական դաշինքներով, ռազմաքաղաքական գործընկերության նաև միջոցով, բայց հարաբերվել եւ կոնկրետ լավ հարաբերություններ ունենալ ամբողջ աշխարհի հետ եւ այդպես ենք անում։ Եվ այդ մոդելը ոչ մեկի մոտ խնդիրներ չէր առաջացնում։ Նույնիսկ Միացյալ Նահանգները բավական sense մեղ են վերաբերվում մեր հարաբերությունների նկատմամբ Իրանի հետ։ Լրջագույն սանկցիաների պարագայում մենք Իրանի հետ ունեինք փայլուն հարաբերություններ, էներգետիկ ոլորտում ծրագրեր էինք իրականացնում եւ երբևէ Միացյալ Նահանգների կողմից որևէ պատժամիջոցների չենք ենթարկվել, որովհետեւ մենք հիմնավորում էինք, թե ինչի ենք մենք սա անում։ Ես տեսնում եմ այդ կոմպլեմենտար քաղաքականության կիրառումը նաև ապագայում։ Եվ երբեք նաև մեր այս քաղաքականությունը լարվածություն չէր ստեղծում Ռուսաստանի հետ հարաբերությունները, որովհետև մենք ակեղծ էինք։ Մենք ասում էինք, այս ոլորտում մենք միասին ենք, բայց սա չի նշանակում, որ դու ուրիշների հետ չպետք է հարաբերություններ ունենաս։ Այդ ձևով սև ու սպիտակի այդ հարաբերությունները չի վերածվել երբեք։ Մենք փայլուն հարաբերություններ ենք ունեցել Եվրոմիության հետ եւ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել Միացյալ Նահանգների հետ։ Եվ իդեպ նաեւ Միացյալ Նահանգների կողմից երևի Իսրայելից հետո երկրորդ երկիրն էինք Միացյալ Նահանգների այդ հումանիտար աջակցության ծրագրերի ծավալով։ Սա ինչ որ բան ասում էր, չէ՞։ Մենք նաև ներգրաված ենք եղել հազարամյակների մարտահրավերներ ծրագրի մեջ։ Սա ի՞նչ է նշանակում։ Կա այդ հնարավորությունը, հմտություն է պետք։ Իսկ եթե դու քեզ գժի տեղ ես դնում ինչ որ բաների համար, վերջում ստանում ես այն, ինչ ստացել ենք։ Վերջը գժի տեղ դնելու համար կամ պիտի այնքան թափ ունեն ասել, որ սա ասեն ես գժի հետ գործ չունենք։ Հերո մի քիչ մտածենք, եթե թափը չունենք, դու այն վեր ասում ես, այսինքն իքի բիր բանով sense քեզ գժի տեղը դնում, մեկն էլ գլխի տալով, ինչ։